Հերքում են ընտրակաշարք բաժանելու դեպքերը եւ ասում է, որ իրենք կապ չունեն այդ ամենի հետ, ի՞նչ կարծիք ունեք դուք այդ մասին։ Գիտեք ինչ, այնքան փաստեր են արդեն ինտերնետով հեռուստացով ասում ու առանց թեկուզ չասեմ մենք գիտենք որ իրանք բավականին մեծ գումարի կաշառք են բաժանել։ Բայց իրենք հերքում են, Իրանց հերքելով չի, եթե փաստերը կան, ուրեմն մեր ներողություն правоохранительные органы իրանք պիտի մինչև վերջ այդ գործը հայտնաբերեն ու կարևորը համ վերցնողին, համ ով որ գումարը տվել է ու ամենաշատը ես ցանկանում եմ որ այնով որ գումարը վերցրել է որ ծախվել է էլի որ մեր ապագան երեխաները ինքը վաճառել է որ իրանց ավելի շատ իրանց հասնի այդ ես չգիտեմ ոնց բացատրեմ ես որ հավասարացեն դավաճանության աստիճանի այդ հոդվածները, որտեղ նախ ժամանակին պիտի փոփոխություններ արվեր մեր ազգային ժողովում։ Ամեն ինչը չի, որ սիրելով, հարգելով, խոնարհվելով մեր ժողովուրդը կհասկանա։ Սամվել Կարապետյանն ասում է, որ այդ ամեն ինչը, այսինքն ձայնագրությունները, որոնք որ թողարկվում է, դա միայն արհեստական բանականության շնորհիվ է եղել։ Իսկ դրա մասին ինչ կարող եք։ Գիտեք ինչ, այնքան այդ անգամ տարական դասանի երեխաները հիմա ով որ քիչ թե շատ ինտերնետից օգտվում են, իրանք կհասկանան, որ Սամվել Կարապետյանը այնքան սուտ բաներ է խոսում, ես ավելի կոպիտ բաներ չեմ կարող ասել, եթե աններով, ազգաններով ենթադրենք այդ գյուղերի անները, քաղաքների անները, ինչ որ օֆիսների անները տասեն, դա կարելի է ստուգել, դա չի կարելի ամեն ինչը գցել այդ իսկուսնի ինտելեկտի վրա, գիտեք, մի քիչ մարդ լուրջ պետք է լինի, նա 60 անց մարդ է, մի քիչ լուրջ պիտի լինի, ուղղակի արդեն բառեր չես գտնում, այդքան միամիտ, ու այդ միամիտ մարդը միլիարդեր է դառել, ես գիտեք ինչ, չեմ ուզում խորանալ, չեմ ուզում, բայց չի կարելի այդ աստիճանի մանկամիտ լինել, չի կարելի, ու մարդիկ հավատում են, ասում են, չէ, ինքը ճիշտ է։ Ես շնորհակալ եմ, ուղղակի մարդ այնքան վատ է իրան զգում, որ այսքան տարի, այս 5 տարի նույն բանը ու ավելի մեզ ուզում են ավելի բանը, մարդու գիտակցությունը պիտի մի քիչ բարձր լինի, մարդ պիտի մի քիչ զարգանա, իրոք մի քիչ տեսնի ինչ է կատարում, որ բանան է, որ լավ ես մի քիչ հուզվում եմ, շնորհակալ։ Բաժանորդագրվիր, որ բաց չթողնես ամենահետաքրքիրը։